Aman zulüm bana edildiğin kesarsın. Այո, խնդիրը գիշերն էլ պետք է, ամեն անգամ էլ պետք է ջուրը։ Մարդկա 12-ին աշխատանքից տուն գալիս։ Երևանի եւ մարզերի բազմաթիվ հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը սահմանվելու է ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, ըստ Վեոլա ջրի հրապարակած ժամանակացույցի։ Գիշերվա 12-ից առավոտյան 7-ը ջուր չի լինի։ Civilnet-ը հարցում է արել Երևանում հասկանալու ինչ են մտածում մարդիկ։ Ay kez İvan ջրի նման էտես գրջադի ով է իմացե։ Հայաստանում մոտ միլիոն հոգի մարդ կա, միլիոնատեր բուլբուլակ։ Այդ աղբյուրով Վիոլա ջուրը դրա մասին մտածի, որ օվկիանոսներ են գնում կանալիզացիան։ Դրա մեջ ես ինչ-որ սարսափելի բան չեմ տեսնում։ Ինչ լսենք, դի հարմար ենք ես։ Համաձայն չեմ։ Ինչ ասեմ։ Հա, էլի շատ վատ է, որ ջուր չի լինելու։ Ինչ, որտեղ ինչ ասեմ, պետք է լողանում են եւ այլ, հազար տեսակ երեխա են լողացնում, ոնց կարելի է որ ջուր չլինի։ Շատ վատ բան է դա, շատ վատ բան են մտածում։ Նիկոլն ասում է մենք ջրային ռեսուրսներ այնքան շատ ունենք, բայց չի չենք օգտագործում, թե օգտագործեն։ Ոնց կարող է Հայաստանում ջուր չլի, երբ որ Հայաստանում ջրի պաշարը ամենաշատն է Հայաստանում, ամբողջ երկրում։ Ոնց կարող է այդպես բան լինի։ Գիշերվա ժամերին չի լինելու։ Գիշերվա ժամերին այդպեսի բան ես չեմ լսել։ Այդ պանիկան որից եք լսել։ Փոքր բանով հոսքով գոնե ապահով են։ Չասացի որ մեծ հոսքով գա, այլ ոնը մի քիչ գա։ Մարդիկ տուալետ են գնում եւ այլ հազար գործողություն են անում գիշերվա կեսին։ Հիմա անհրաժեշտ է ջուրը։ Դե կենցաղային պայմանները կվատանան, էլ դե իրոք ջուր չի լինելու, ինչ ասեմ։ Բացական վերաբերմունք ունեմ ես այդ հարցի հանդեպ։ Իսկ գիշերվա ժամերին ինչքանով աջուրը պետք է լինում ձեզ։ Դե օրինակ մեր ընտանիքում ես էլ եմ գիշերել հողանում տղասել։ Աղջիկս ինքը հիմնականում գիշերներն աջուրը շատ օգտագործում։ Ըստ ընկերության պարզաբանման 17-ժամյա գրաֆիկին անցումը պայմանավորված է ամռան ամիսներին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված ջրասպառման ծավալների աճով։ Ամռան ամիսներին տվյալ ժամանակացույցին անցումը կատարվում է ցերեկային ժամերին քաղաքացիների ջրամատակարարումն ապահովելու համար։ Հայաստանում այսօր ջրի սակագինը կազմում է 200.42 դրամ 1 խորանարդ մետրի համար։ Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին տարվա ընթացքում ըստ անհրաժեշտության ենթարկվում է փոփոխության։ Ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումից եւ կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճից։ Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաեւ կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելուն։ Անցած տարի մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը մարզերի եւ Երևանի մի շարք վարչական շրջաների որոշ հասցեներում կար 17-ժամյա ռեժիմ, սակայն այս տարի դրանց թիվը զգալիորեն աճել է։